Քանի որ մենք պայմանավորվել ենք, որ ապօրինի ծագման օրենսդրական պրակտիկ կիրառման մասով առանձին քննարկումներ ունենանք, Մարկանդատանի որոշման։ Եթե սպասենք, կարող էլի սպասենք։ Ապրիլի 4-ին ճիշտ է վերսկսել եմ, բայց Երբ դուրս կգան ընդեղից, Դեպքում Վարոն Միասյան առանց Մարկանդատանի որոշման քննարկումները, ես չեմ հերժում եւ ընդհակառակ համարում եմ կարեւոր այդ քննարկումները, բայց սպասենք դրա որոշմանը։ Այս նախագիծը ասենց ապալ-թապալ տանում եք, էլ սպասենք։ Դա բացարձակապես կապ չունի։ Հա, բայց տեսեք, երկու հարց ունեմ ես, օրենսդրությամբ նախատեսված անփոփագրի դատախազի կողմից վերջնական անփոփագրի ներկայացման երաշխիք է սահմանված, որպեսզի անձինք, ում գույքը ենթակա է ըստ այդ անփոփագրի ուրեմն բռնագանձման, որպես ապօրինի ծագում ունեցող, նախատեսված է, որ առնվազն 30 օր առաջ պետք է տրամադրվի անձանց, որպեսզի իրենք դիրքորոշում ներկայացնեն։ Բայց պրակտիկայում 10-ից 8 դեպքերում խախտվում է ժամկետը։ Այսինքն դատախազությունը հաշվի առնելով նաև գործերի ծանրաբեռնվածությունը եւ այլն կամ այլ հանգամանքներից ելնելով, որպես կանոն վերջին ամսվա, երբ որ ավարտվում է ժամկետը, 3 տարվա ժամկետը, ուսումնասիրության իրականացման առավելագույն սահմանափակվող ժամկետը, 10-15 օր առաջ այդ ժամկետի ավարտից ծանուցում են եւ բնականաբար մարդիկ ժամանակ էլ չեն ունենում մանրամասն դիրքորոշում ներկայացնեն։ Պրակտիկայում խոսքը գնում է հազարավոր էջերի մասին։ Այսինքն մարդիկ պետք է կարողանան ոչ միայն որպես փաստաբան ներգրավել, իրենք էլ պետք է հասցնեն տեղեկատվություն հավաքագրել եւ այլն, եւ որպեսզի մինչեւ դատարան ներկայացնելը գոնե դատախազության հետ աշխատեն, հիմնավորեն, որպեսզի կարողանան դատարաններին էլ ավելորդ չծանրաբեռնեն, ի վերջո դատավորները օբյեկտիվորեն, այո, կարող են նաեւ այդ ծավալի նյութերի մեջ չհասնեն էլ այս ժամկետներում արդյունավետ գործել։ Հիմա ինչ հնարավորություն եք տեսնում, նախ այս ժամկետների երաշխավորումը հստակ լինի եւ դա, չգիտեմ, էլ ասենք ինչ-որ մի սանկցիայի նման մի բան լինի, ասենք օրինակ, չգիտեմ, եթե դու 30-օրյա ժամկետը չես պահպանել, դատախազություն, ապա ինչ-որ ժամանակ է լրացուցիչ տրվում մինչև դատական առաջին նիստը եւ այլն, ինչ-որ մի մեխանիզմ, որպեսզի քաղաքացիների այս նվազագույն ժամկետներով տեղեկություններ, հակադարձումներ, դիրքորոշումներ ներկայացնելու իրավունքը երաշխավորված իրացվի մի կողմից սա, մյուս կողմից, տեսեք, մենք խոսում ենք 15-օրյա ժամկետի մասին այլ այս փոփոխություններով, Ամանման կարճ ժամկետներ են նախատեսված նաև այնտեղ էլ դիրքորոշում արդեն դատարանում դիրքորոշումներ ներկայացնելու համար եւ նորից եմ կրկնում, այդ ծավալը թույլ չի տալիս, որպեսզի արդյունավետ կերպով մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության համար տեղեկատվությունը հավաքագրեն, տարբեր գործիքների կիրառմամբ նաև հաստատեն իրենց եկամուտների օրինական լինելը։ Ինչպիսի փոփոխություն եք պատկերացնում կամ ինչպիսի գործընթաց եք պատկերացնում, որպեսզի հավասարակշռվի այս իրավունքները։ Այսօր ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ խախտվում են։ Այսինքն, այսպես չակերտավոր, միանգամից մեղավոր անձին մտցրել ենք անկյուն, հազարավոր էջերը դրել ենք դեմը, ու ասում ենք, մեր ունեցած ինֆորմացիայով քո այս ամբողջ գույքը ապօրինի է, որովհետև չեն կարողացել գտնել օրինական հիմքեր, գնա դե ապացուցի։ Դե իմ այդ հազարավոր էջերի շրջանակներում քաղաքացին ունենա արդյունավետ ժամանակ, որպեսզի կարողանա բերել հիմնավորումներ։ Պարոն Իհարկե ես պարոն Քոչարյանին հարցում գտամ, այս հարցին պատասխանել, ես նաև հասկանում եմ ձեր ընդհանուր հետաքրքրվածությունը այս հարցով, բայց ընդհանուր հետաքրքրվածությունը այս հարցով ապօրինի գույքով, բայց որից ընդհանուր հետաքրքրվածությունը ապօրինի ծագում ունեցող գույքով
ՏՊ-ի այն անձած մասներ են մտածում, որոնք հետո պետք է օրենքի շրջանակներով անցնեն, երաշխավորված ժամանակ ունենան։ Պարոն Միասյան ջան, թող ամեն մեկը իր մասին մտածի։ Չէ, բայց ուրիշ հարց է, իրավական տեսանկյունից։ Հիմա պարոն Քոչարյանը ներկայացնում եք ողջ ժողովրդին, հետևաբար դուք պետք է ներկայացնեք բոլորի հետաքրքրությունները։ շատ բարի։ Պարոն Միասյան, ես գիտեմ դուք նույն տրամաբանությամբ որոշել եք ամբողջ օրենքը Հայաստանի Հանրապետություն միջև Հայաստանի Հանրության նախագահի ինչ մարդ ստորագրությամբ ներկայացրել եք Սահմանադրական դատարանի այդ օրենքը վիճարկելու, դա էլ առանձին պրակտիկա է, մտածելով ողջ ժողովրդի մասին երևի թե, բայց խոսքը փոխանցեմ, ես ելույթը կարակ ունենակ։ Ես խոսքը փոխանցեմ պարոն Քոչարյան, բայց նախապես արդեն նիստը վարողի իրավունքով պետք է ասեմ հետևյալը, որ դուք պետք է պատասխանեք այն հարցին, որի համար լիազորված է կառավարության կողմից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդան։ Պարոն Մինասյան, ըստ էության ձեր հարցը մեծ հաշվով էս նախագծի հետ առնչություն չուներ, բացի այդ վերջին 15-օրյա ժամկետը, բայց երկու բառով ասեմ, տեսեք, օրենքի կիրառությունը, օրենսդրական պահանջը, այո, որ մեկ ամիս ժամկետ տրամադրվի նախնական ամփոփումից հետո, ամփոփագրի կազմելուց հետո դիրքորոշում ներկայացնելու համար, հիմա այդ մեկամսյա ժամկետը դուք ասում եք, որ շատ դեպքերում չի պահպանվում, չի պահպանվում, սա գործնական հարց է, բայց ինչի համար է այդ մեկամսյա ժամկետը տրվել, դա լրացուցիչ կարևոր է, լրացուցիչ երաշխիք է եւ կողմին եւ ուրեմն դատախազությանը, որպեսզի հնարավոր այն հանգամանքները, որոնք որ հնարավոր է պարզել մինչև հայցը հարուցելը, պարզվի եւ հայցը ավելի լիարժեք կամ ներկայացվի դատարան, կամ եթե այնպիսի հանգամանքներ կան, որը բացառեն հայցի հարուցումը դատարան, ուրեմն այդ հանգամանքները շուտ պարզվեն, այսինքն այս մեկամսյա ժամկետում, անկախ դա մեկ ամիս կլինի, 3 ամիս կլինի, թե այդ մեկ ամիսը չի պահպանվի, չի այնպիսի գործողություններ չեն իրականացում, որոնք չեն կարող իրականացվել նաև դատարան հայց հարուցելուց հետո։ Այսինքն նույն դիրքորոշումները, ապացույցները եւ այլն ներկայացում են դատարանում պատասխանողների կողմից եւ դատարանն էլ ըստ էության պարտավոր է անպատասխան ժամկետ տալ, որպեսզի այդ դիրքորոշումները ներկայացվեն եւ ապացույցները ներկայացվեն։ Ինչ վերաբերում է 15-օրյա ժամկետին, որովհետեւ այս մեկամսյայից ոնց որ անցում կատարեցիք 15-օրյային, այստեղ ի տարբերություն այդ մեկամսյա ժամկետին, որ պատասխանողները նոր ստանում են ուսումնասիրության նյութերը եւ մեկամսյա ժամկետում ըստ էության պետք է այդ ամբողջին ծանոթանան եւ դիրքորոշում ներկայացնեն։ Այստեղ այս 15-օրյա ժամկետը դատարանի համար է նախատեսված, որպեսզի դատարանը որոշում կայացնի եւ այս փուլում արդեն բոլորը մասնակիցները տիրապետում են նյութերին եւ ծանոթ են նյութերին եւ դատարանները ծանոթ ուրեմն վարույթի նյութերին դատարանին ընդհանրապես դատարան եւ կողմերի քննարկմանը ներկայացում միջնորդություն հիմնավորումներով, որ այդ վարույթից բացի արկա է նաեւ այլ վարույթ, որոնք փոխադարձ կապված են եւ որոնք առավել նպատակահարմար է համատեղ քննել, այսինքն այստեղ այդ քննության եւ նյութերի ծավալը շատ ավելի փոքր է եւ 15-օրյա ժամկետը մեր խորին համոզմամբ լրիվ բավարար է ուրեմն այդ որոշումը կայացնելու համար։ Այսքան եթե դրացիչ հարցներ շնորհակալ։ Խնդրեմ, պարոն Նախ արձանագրեմ, որ այո մենք վիճարկել ենք Սահմանադրական դատարանում, պարոն Վարդանյան, որովհետեւ մենք կարևորում ենք իրավունքի գերակայությունը։ Դուք չեք կարևորում, եթե այդ պնդումն եք կատարում, դուք կարևորում եք իշխանության իրավունքը, մենք կարևորում ենք իրավունքի իշխանությունը։ Տարբերությունը սա է։ Եվ երբ որ մենք խոսում ենք օրինականության, սահմանադրականության, իրավունքի գերակայության սկզբունքով, մենք համարում ենք, որ անկախ նրանից ով է իշխանությունը, այս սահմանափակումները պետք է կիրառվեն պահպանելով մարդու քաղաքացու հիմնարար իրավունքները, հավասարակշռելով հանրային եւ պետական շահի հետ։ Եվ այս կոնտեքստով է, որ վիճարկվել է եւ շարունակում ենք մենք պնդումը կատարել, Վենետիկի հանձնաժողովն է տվել է իր եզրակացությունը, կարծիքը
իր դիրքորոշում այս հարցով, հուսանք, որ Սահմանադրական դատարանը առաջիկայում ավելի հստակ կներկայացնի մոտեցում։ Բայց անդրադառնալով, պարոն Քոչարյան, դուք ասում եք կապ չունի, հեսա այդ ուղիղ կապ ունի։ Բոլոր ժամկետները այս գործերով ուղիղ կապված են այն հիմնավորումների եւ այն ծավալների հետ, որոնք որ քննվում են դատարաններում։ Հիմա դուք ասում եք 15-օրյա ժամկետը ողջամիտ ժամկետ է քննելու գործերի վարույթները միավորելու հարցը, բայց եթե խոսքը գնում է 2-3 հազար էջանոց նյութերի մասին եւ որտեղ բազմադրվակ հիմնավորումներ կան, որ այդ գործերը պետք է միավորվեն։ Դատարանը կարիք ունի, չէ՞, սրանք էլ ուսումնասիրելու նախնական թեկուզ մինչև միավորման մասին որոշում կայացնելը։ Կողմերը պետք է ունենան, չէ՞, իրավունք տեսակետ արտահայտելու այս մասով։ Ասենք հիմա դատախազությունը մտել է, ասում է X-ի ու Y-ի գործերը միավորեք, որովհետև այստեղ սենց փոխկապակցվածություն կա։ Գործարք է տեղի ունեցել, այս հանգամանքներով պայմանավորված, որոնք մեր գնահատմամբ ապօրինի ծագում են այդ եկամուտները։ Հիմա կողմերը այս ամբողջ նյութերը պետք է կարողանան նաև դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտել։ Հիմա ասածը հետևյալն է, որոնք են երաշխիքները, որոնք որ այս ժամկետները խախտելու դեպքում կսանկցիավորեն կողմին, տվյալ դեպքում մեղադրող կողմին, դատախազությանը, որպեսզի դատախազությունը ավելի պատշաճ, ավելի արդյունավետ աշխատի, սպասի գա ժամկետը լրանալուն նոր հանի հազարավոր էջերը քաղաքացուն տա, մի հատ էլ հենց սահմանափակիչ մարդու բոլոր տիպի գործարքներ անելու հնարավորությունը։ Ես հասկանում եմ, որ կա հավասարակշռման անհրաժեշտություն, բայց հաճախ աբսուրդ որոշումներ ենք մենք տեսնում, որ մարդու ընթացիկ ապրուստի, այսինքն ընտանիքի նվազագույն կարիքների համար եկամուտների վրա էլ է սահմանափակում դրվում։ Ես չեմ ասում, որ դա հաղթահարելի չէ, այո, հաղթահարում է, բայց ինչի այս գլխից չստեղծենք այդ պայմանները, որ այդ նվազագույն գոնե երաշխիքները լինեն։ Ասած սա է։